Սիրելի հետևորդները, IBC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Փեփյանն եմ, բարի առավոտ։ 17 միլիոն 128 հազար 640 դոլարի ապրանք է Ադրբեջանը Հայաստան արտահանել այս տարվա հունվարից հունիս։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալով այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0.10%-ը։ Այս տարվա հունվարից հունիս Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 24 միլիարդ 661 միլիոն 350 հազար դոլար։ Իսկ Հայաստանի կառավարությունը այսօր նախատեսում է հավանություն տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIP ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։ Կառավարության հավանությունից հետո փաստաթուղթը կուղարկվի սահմանադրական դատարան, համաձայնագրի համապատասխանությունը սահմանադրությանը գնահատելու համար։ Դրական եզրակացության դեպքում այն կներկայացվի ազգային ժողով վերջնական վավերացման։ Իսկ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կրկին կապել է Ադրբեջանի հետ։ Թուրքիայի արտգործնախարարությունը 2026 թվականի գործունեության ծրագրում ասվում է, որ գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման պայմաններում։ Նրանք հայտարարել են, թե տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարօրություն և անվտանգություն ապահովելու համար թուրք-հայկական և ադրբեջանահայկական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված։ Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն 3+3 հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլյան նիստի արդյունքում։ 3+3 հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանին, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին, Պետերբուրգյան համաժողովի շրջանակում մասնակիցներն ակտիվորեն արտահայտվել են առանց քաղաքականացման կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Լիովին համամիտ ենք այդ մոտեցման հետ։ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմիլ Խաչատրյանը Ծառուկյանի մեղադրանքը հերքող նոր փաստաթղթեր է հրապարակել։ Պաշտպանվող կողմը գործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ ձեռք է բերել քրեական վարույթի համար բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ըստ Ծառուկյանի փաստաբանների ուղղակիորեն հակասում են Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին։ 2026 թվականի փետրվարի 14-ին Multigroup կոնցեռն ընկերությունը Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններին ներկայացրել է բողոք Արման Ալամայի, Էրֆան Ալամայի և Համլետ Թումանյանի դեմ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Բողոքին կից ներկայացվել են այն հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր և ապացույցներ։ Ներկայացված փաստաթղթերով ևս մեկ անգամ հիմնավորվում է պաշտպանության կողմի պնդումն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով։ Multi-Stone գործարանի աշխատակիցներն էլ արդեն մի քանի օր է պահանջում են վերաբացել ձեռնարկությունը, հայտարարելով, որ հակառակ դեպքում հարյուրավոր ընտանիքներ կմնան առանց ապրուստի։ Կապարակնքված շենքի մոտ հավաքված ցուցարարները նշել են, որ հարկադիր պարապուրդը հարյուրավոր ընտանիքների զրկել է եկամտի միակ աղբյուրից։ Եթե մի ժամ հետո մեզի պատասխան չտվեցին, մեր քայլերին էլ մենք չենք իմանում ինչ ենք անելու, որովհետև արդեն ճիշտ ասած հասել է գագաթնակետին։ Եթե ազգային ժողովը կամ Հայաստանի Հանրապետությունը մի հատ փոքր հարց չի կարում լուծի կամ չեն կարում, չգիտեմ, ինչ որ այդ ստուգումները կազմակերպեն, որ շուտ լինի, մենք էլ չենք կարում համբերենք։ Սպասում ենք, որ երևի կառավարություն կա, էլի կգան մի պատասխան կտան, կասեն արեք կամ մի արեք կամ մի բան կասեն, որ փոխանական մի պատասխան տան գվարձա են բերում բրները, չեն հասկանում, ես ինչ է կատարվում։ Խնդրին քրեակատարողական հիմնարկից անդրադարձել է հենց Գագիկ Ծառուկյանը։ Նա պնդում է, որ իր հետ կապվող ընկերությունների գործունեության կասեցումը ծանրահարված է ոչ միայն բիզնեսին, այլև հազարավոր աշխատակիցների և նրանց ընտանիքներին։
Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են։ Հասկանում եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտի համար երկրի կտրվածքով եւ ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող աշխատող մարդկանց համար։ Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ։ Բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից։ Ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի եւ ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այդ ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենն իրոք շատ մեծ վնաս է հասցնում եւ աշխատող քաղաքացիներին եւ մեր երկրին ընդհանրապես։ Թեհրանը հաստատել է ԱՄՆ-ի վերջին հարձակման ժամանակ 7 զինվորականների մահվան լուրը։ Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ զինվորականները զոհվել են Բամպուր քաղաքում։ Զոհվածների թվում են ինչպես կադրային զինվորականներ, այնպես էլ Իրան շեհրի 388-րդ բրիգադի ժամկետային զինծառայողներ ավագ սերժանտ Ֆարշադ Ալավին, ավագ սերժանտ Ռեզա Շաֆին, ժամկետային զինծառայողներ Ալի Ռեզա Քասեմին, Հոսեյն Ջաֆարին, Աբբաս Հասան Շահին, Աբբաս Հոսամ Ադդինին, Աբոլֆազլ Մմոլային։ Եվս 13 մարդ վիրավոր է։ Վերջին օրերին Իրանի հարավում ԱՄՆ-ի հարվածների պատճառով զոհվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանն այս պահին չի նախատեսում բանակցել Միացյալ Նահանգների հետ եւ կենտրոնացած է իր պաշտպանական կարողությունների վրա։ Բաղային նաեւ նշել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը փոխադարձ պարտավորությունների ամբողջություն է։ Նրա խոսքով, եթե կողմերից մեկը խախտի ստանձնած պարտավորությունները, ապա Թեհրանը նույնպես ձեռնպահ կմնա իր պարտավորությունների կատարումից եւ ապագայում կշարունակի առաջնորդվել նույն սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իրանական Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի վրա հարվածի հանգամանքների վերաբերյալ ամերիկացի զինվորականների հետաքննության արդյունքները հավանաբար երբեք չեն հրապարակվի։ Նա նաև կասկած է հայտնել, որ որևէ մեկը երբևէ կկարողանա հստակ ասել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Հռոմում Լիբանանի եւ Իսրայելի միջև բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են Լիբանանի հարավում երկու փորձնական գոտի ստեղծել։ Ալ Ջազիրան հայտնել է, որ գոտիներից մեկը ներկայում գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ, իսկ մյուսը սահմանակից է իսրայելական դիրքերին։ Նախագիծը նախատեսում է իսրայելական զորքերի դուրսբերում Լիբանանյան բանակի տեղակայում եւ անկախ վերահսկողություն երրորդ կողմի կողմից։ Միաժամանակ Լիբանանը պնդում է, որ պետք է սահմանվի հստակ ժամանակացույց համաձայնության կիրառումը երկրի հարավի ամբողջ տարածքի վրա տարածելու համար։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինան 2-1 հաշվով հաղթել է Անգլիային ու դուրս եկել եզրափակիչ, որտեղ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Իսպանիայի դեմ։ Եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին Իստ Ռաթերֆորդի մարզադաշտում։ Եվ վերջում եղանակի մասին, հավանական է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-ից 4 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերի եթերում կլինի ժամը 12-ին, կհանդիպենք առայժմ։